2025-26 ուսումնական տարում Ագրարային համալսարանի հեռակա ուսուցման առաջին կուրս է ընդունվել 685 ուսանող։ Եթե հավելենք նաև Սիսիանի և Վանաձորի մասնաճյուղեր ընդունվածներին, ապա թիվը հասնում է 835-ի։ Սա շուրջ 150-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Իդեպ այս տարի հեռակայի ընդունելության կարգում ևս մեկ փոփոխություն է եղել։ Այն է, տարիներ առաջ ավագ դպրոցներում փորձնական կիրառված ագրոտեխնոլոգիական հոսքերի դասարանների շրջանավարտները կարողանալու էին Ագրարային համալսարան տեղափոխվել առանց լրացիչ քննություն հանձնելու։ Այդ առումով մեր փորձարարական ծրագիրը իր դրական արդյունքները ցույց տվեց։ 3 տարի առաջ Տավուշի և Սյունիքի դպրոցներում մեկնարկած փորձնական ագրոդասարանները հնարավորություն տվեցին աշակերտներին դիմելու Ագրարային համալսարանի 19 բակալավրիական ծրագրերից 6-ին գյուղատնտեսական և ագրոտեխնոլոգիական նեղ մասնագիտություններով։ Սրանք այն ուղղություններն են, որոնք որակյալ մասնագետին ապագայում թույլ կտան ստանալ մի քանի 100,000-ից մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձ։ Իմացա, որ շատ պահանջված է և ուզեցի ընդունվեմ պարամթերքի տեխնոլոգ։ Անահիտը Կոտայքի մարզի Ողջաբերդից է, բժշկական ուսումնարանն ավարտելուց հետո աշխատաշուկան ուսումնասիրել է և հասկացել։ Մեծ պահանջարկ կա անասնաբուծական մթերքների սանիտարական փորձաքննության ոլորտում, որոշել է բարձրագույն կրթությունը շարունակել անասնաբուժության ուղղությամբ։ Հայաստանում շատ ակտիվ է սննդի ոլորտը, պետք է ամեն ինչը լինի խիստ հսկողության արդյունքում, որը մեզ հետագայում մեր բնակչությանը շատ ավելի լավ կլինի, խիստ կրթություն ունենալու արդյունքում մարդկանց մենք պետք կգանք մեր աշխատանքով։ Թեհմինեն աշխատում է Հայաստանի ամենախոշոր ջերմատներից մեկում որպես այգեգործ։ Դիտարկելով իր մասնագիտական հնարավորությունները, ընտրել է ջերմատնային ագրոտեխնոլոգիան, գիտելիքներն ու մասնագիտական աճն ամրապնդելու համար։ Քանի որ ջերմատանը ավելի պահանջարկը շատ է ագրոնոմի եւ ինչու՞ չէ նաեւ բարձր աշխատավարձով կարող եմ աշխատանք գտնել, դրա համար որոշեցի ուսումը շարունակեմ արդեն այս համալսարանում։ Հեռակա ուսուցման համակարգում ևս մեծ կարևորություն կտրվի գործնական հմտություններին, հետևաբար պրակտիկաների կազմակերպմանը։ Աշխատաշուկայում գործող ռեալ տնտեսվարողների հետ փոխհարաբերությունները ավելի շատ կենտրոնանում են բովանդակության վրա, դա անպայման նպաստելու է, որ հեռակա ուսուցման համակարգում ևս սովորողները կարողանան ապահովել շատ մրցունակ որակներ։ Իդեպ ագրոդասարաններից եկած աշակերտները կազատվեն այն առարկաներից, որոնք արդեն ուսանել են դպրոցում, ուստի չեն վճարի այդ դասերի համար նախատեսված գումարը։ Ծաղկանուշ Միրզոյանն, Էդգար Դավթյան, լուրեր։